Վաղ առավոտից Մայրաթոր Սուրբ Էջմիածինը լի էր բազմաթիվ հավատացյալներով։ Այսօր մեր եկեղեցու ամենասիրված ու սպասված տաղավար տոներից մեկն էր՝ Սուրբ Աստվածածնի վերափոխումը։ Ավանդության համաձայն Սուրբ Կույսը երկրային կյանքի ավարտին երկինք է փոխադրվել։ Ամեն տարի մենք հիշատակում ենք այդ իրողությունը օգոստոսի 15-ի մերձակա օրը։ Սուրբ Կույսը Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամքի ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրելի որդու գերեզմանին եւ անդադար աղոթել։ Այդտեղ էլ նրան հայտնվել է Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր երկինք փոխադրվելու լուրը։ Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին, պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում։ Նա նաև Հովհաննես Առաքյալին պատվիրել է պատարագ մատուցել, որպեսզի ինքն ընջելուց առաջ սուրբ հաղորդություն ընդունի։ Վերնատանը, երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել։ Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս հրեշտակների զորքով։ Տեսնելով որդուն, Աստվածամայրը ավանդել է հոգին։ Բարդուղեմեոս առաքյալը Երուսաղեմ է հասել հուղարկավորությունից 4 օր անց եւ ցանկացել վերջին անգամ տեսնել Տիրամորը։ Առաքյալները նրա խնդրանքով բացել են գերեզմանը, սակայն Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չի եղել։ Քրիստոս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել մորը։ Որպես մխիթարություն Բարդուղեմեոսին, առաքյալները նրան տալիս են փայտի վրա դրոշմված Աստվածամոր պատկերը։ Ավանդության համաձայն Բարդուղեմեոս առաքյալը Տիրամոր պատկերն իր հետ բերում է Հայաստան եւ տեղադրում անձևացած գավառի Տարկնած քար կոչվող վայրում, որտեղ հետագայում եկեղեցի է կառուցվում Աստվածածնի անունով։ Այս հնագույն օրինակով է, որ եկեղեցիների խորաններն Աստվածածնի անունով եւ պատկերով են։ Տիրամոր կյանքը, նրա նվիրումը որդուն եւ երկինք վերափոխումը ուղենիշ պետք է լինեն բոլոր քրիստոնյաների համար։ Պատարագիչ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հավատացյալներին հորդորեց մշտապես Տիրամոր բարեխոսությունը խնդրել, հետևել նրա օրինակին։ Աստվածածնից ծնվեց այն պատողը, որ օրհնություն բերեց ողջ աշխարհին ու մարդկությանը, փրկություն բերեց։ Գալով Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ցանկանում ենք, որ Աստվածածինը բարեխոսի մեզ եւ մենք էլ հետևենք իրեն, լինենք ամբասիր, առաքինի, մաքուր։ Սուրբ Տիրամորն ուղված աղոթքներում ու երգերում քրիստոնյաները խնդրում են նրա բարեխոսությունը, օգնությունը, բժշկությունն ու մխիթարությունը։ Արտաշես Նազարյանն օրինակ տոնի առիթով տիկնոջ հետ ամեն տարի Թեհրանից Մայրաթոր Սուրբ Էջմիածին է գալիս, մասնակցում պատարագին եւ հենց այստեղ համտեսում օրհնված խաղողը։ Ընդունված է խաղողի առաջին պտուղը համտեսել վերափոխման տոնից հետո, երբ օրհնվում են այգիներն ու ծայաբերված ողկույզները։ Սուրբ պատարագի ավարտին հանդիսավոր թափորը շարժվեց դեպի Սուրբ Տրթատ բաց խորան, որտեղ օրհնվելու է խաղողի առաջին բերքը։ Պտուղներից ընտրվեց խաղողը, քանի որ Հիսուս Քրիստոս իրեն որդատունկի է նմանեցնում, իսկ իր հետևորդներին նրա ճյուղերին։ Վերջին ընթրիքի ժամանակ նա խաղողի հյութից ստացված գինին է օրհնում եւ տալիս աշակերտներին, իբրև իր կենարար արյան խորհրդանիշ։ Նախ երգվում է Փառք Սուրբ Խաչին շարականը, Սուրբ գրքից ընթերցվում են հատվածներ, հաջորդում է Ներսես շնորհալու աղոթքը գրված խաղողի օրհնության համար։ Օրհնությունից հետո խաղողը բաժանվում է ժողովրդին, որպեսզի օրհնված պտուղը մտնի յուրաքանչյուրի տուն, հաջողություն եւ առատություն բերի։ Պաս եմ պահել, որ խաղողը օրհնվի նոր ուտեմ։ Եկել ենք տանենք, որպեսզի մեր այս օրհնությունը մեր տունը մտնի եւ մեր այգիները նույնպես օրհնվի։ Օրհնված խաղողի բաշխումը խորհրդանշական բնույթ ունի։ Եկեղեցու օրհնությունը ոչ միայն խորանին դրված խաղողի վրա է, այլև այս տարի հավաքված ու հավաքվելիք ամբողջ բերքի։ Հոգևորականներն ամեն տարի հորդորում են հավատացյալներին խաղողի բաշխման ժամանակ զուսպ ու կարգապահ լինել։ Կարևոր է ոչ թե տուն տարվող խաղողի քանակը, այլ օրհնությունը։